Աստվածաշնչերը միասին այսօր ես կուզենայի խոսել, կարոզել, պատգամ տալ մի քիչ կանչի մասին ու եկեղեցին ինչ է, մի քիչ որ մենք կարծիք ունենանք ինչ է եկեղեցին։ Մենք բոլորս գիտենք, որ ամեն մեկս ունենք կանչ, ամեն, ինչ է նշանակում կանչ, որ պատահական չի, որ մենք եկեղեցու մեջ ենք, ամեն, հենց նես չի, որ դու ստեղ ես, Աստված կանչել է, որ դու միանաս, խառնվես Աստծո ժողովրդի հետ, ամեն, ու անես իր կամքը, Կանչի հետ միասին Աստված տալիս է նաև նվերներ, որպեսզի մենք կարողանանք այդ իր կանչը կատարենք, իր կամքը կատարենք։ Ու հենց ամենակարևոր հարցերից մեկը Հռոմեացիս 12-րդ գլուխ առաջի երկու խոսքեր, եկեք արագ կարդանք, ես չէի ուզում կարդանք, բայց եկեք արագ կարդանք, շատ կարևոր խոսքեր է, Հռոմեացիս 12 Առաջի երկրորդ խոսքերը։ Կմոտ նշի այդ խոսքերը, դրա մասին աղոթի, թող դա լինի քո աղոթքը, շատ կարևոր է։ Արդ աղաչում եմ ձեզ, Պողոս Առաքյալը աղաչում է մեզ։ Եթե Պողոս Առաքյալը աղաչում է, ես հաստատ աղաչում եմ եղբայր Աստծո ողորմությունը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը։ Երբ որ մենք ամբողջ մեր կյանքը, մարմինը, մեր ամեն ինչը տալիս ենք Տիրոջը։ Երկրորդ, և մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին և կատարյալը։ Հակառակ դեպքում մենք չենք իմանա ինչ է Աստծո կամքը։ Աստված ունի կամք, ցանկություն, երբ որ ինձ ու քեզ արարել է, նա ունի նպատակ, ու դրա համար ինքը ուզում է, որ մենք իմանանք որն է Աստծո կամքը։ Գիտեք ինչ, ես հանդիպել եմ շատ մարդկանց, որ ասում են, ես Աստծո կամքի մեջ եմ։ Սա շատ լուրջ հայտարարություն է, երբ որ մենք ասում ենք, ես Աստծո ամբողջ կամքի մեջ եմ, որովհետև Աստծո կամքը կատարյալ է, ամենաճիշտն, ամենալավն է, հենց մարդու համար։ Բայց նաև մենք պիտի հասնենք դրան, մենք պիտի գտնենք, մենք պիտի աղոթենք, Տեր ջան, բացի, որն է քո կամքը։ Որովհետև մենք կարանք ինչ որ անենք, ասենք սա է Աստծո կամքը։ Հասարակ բաներ ասեմ։ Գնալ գործի գատուն, Աստծո կամքն է։ Այո, Աստծո կամքը որ աշխատենք։ Երեխեքին դաստիարակել Աստծո կամքն է, այո։ Տուն տեղ դնել Աստծո կամքն է, այո։ Մեբել առնել Աստծո կամքն է, այո։ Լրիվ այո, դա Աստված չի ուզում, որ մենք դրսում քնենք, Աստված չի ուզում, որ մենք ընտանիքից ելնենք։ Սա լրիվ Աստծո կամքն է, բայց ոչ ամենակարևոր կամքն է։ Սա լրիվ լավ բաներ է, երբ որ մենք ունենք ընտանիք, երեխեք, հոգ ենք ասում, վարձն ենք շենքի տալի եւ այլ կամ կրեդիտ ենք տալի կամ որոշակի բաներ, դա նորմալ է, բայց սա չի, ստեղ գրածը սա չի։ Այն, որպեսզի մենք հասկանանք ինչի համար ենք կանչված ու որտեղ ենք գտնվում։ Ես այսօր կարճ, ես կաշխատեմ այսօր կարճ, բայց այդ մասին մի քիչ խոսամ, ինչ է նշանակում քո կանչը ու որտեղ ես դու գտնվում։ Ինչ է Աստծո եկեղեցի, այդ ինչ հասկացություն է։ Ասեմ, որ Աստծո եկեղեցին օրգանիզացիա չի։ Աստծո եկեղեցին ընկերություն չի, ֆիրմա չի։ Ինչն է տարբերությունը, որովհետև օրգանիզացիան։ Մարդիկ հավաքվում են որոշակի նպատակներով ու որոշում են կայացնում, եկեք սենց անենք, նենց անենք, այս հենց էսի սենց կաշխատի, սենց օգուտ կլինի, սենց կլինի։ Աստծո եկեղեցին տենց չի գործում։ Աստծո եկեղեցին ուրիշ ձև է գործում։ Աստծո եկեղեցին շինողը, հաստատողը ու առաջնորդողը Աստված է։ Մարդը լոկ կատարում է իր կամքը։ Ամեն։ Եկեք միասին մի քիչ ուսումնասիրենք, չգիտեմ ինչի այսօր Աստված դրել է իմ սրտում Մովսեսի կյանքը նայենք։ Շատ
ոնց որ տեղյակ ենք, բայց շատ հետաքրքիր կյանք է Մովսեսի կյանքը։ Շատ բաներ կա սովորելու։ Եկեք բացենք Ելից գիրքը։ Ելից, սա Աստվածաշնչի երկրորդ գիրքն է, ծննդոցից հետո, եկեք բացենք Ելից գիրքը։ Երկրորդ գլուխ, Ելից երկրորդ գլուխ։ Ելից երկրորդ գլուխ։ Երկրորդ գլխի առաջի մասը պատմություն կամ բացատրվում է, մենք Աստվածաշունչը բացում է ոնց է Մովսեսը ծնվել եւ ինչ է եղել եւ այլն։ Բայց մենք կարդանք 11-ից, երբ որ ինքը մեծացավ արդեն։ Առաջի գլխից, առաջի խոսքից դրամասն եղել է Քարոս։ Այսօր ես կուզենամ ավելի շատ 11-ից կարդանք ու ներքև, որպեսզի մի քիչ այսօրվա թեմայով լինի։ Ուրեմն Ելից գիր, երկրորդ գլուխ 11-րդ խոսք։ Եվ եղավ այն օրերումը, որ Մովսեսը մեծացավ, եւ դուրս գնաց իր եղբայրների մոտ, եւ նրանց ծանր գործքերը տեսավ, եւ տեսավ մի եգիպտացի, որ իր եբրայեցի եղբայրներից մեկին ծեծում էր։ Եկեք հիշենք, որ Մովսեսը ծնված օրվանից ինքը մեծացել է Եգիպտոսի փարավոնի տան մեջ։ Իմացել է որոշ բաներ, որովհետև հենց իրան խնամող իր մաման է եղել, որպես դայակ, ու ինքը որոշ բաներ իմացել է, որ իրանք եբրայացի են, որ Աստծո կամքը, Աստծո ժողովուրդ կա եւ այլն, որոշ բաներ ինքը իմացել, դրա համար աստեղծած եղբայրները։ Բայց սա այս մարդը մեծացել է եգիպտական դաստիարակության այդ սովորությունների համաձայն, բայց մի օր դուրս է գալի տեսնում, որ իր եղբայրներին, այսինքն իր ազգի ներկայացուցիչներին, ասենց ասեմ, ոչ թե Ահարոնին կամ իր հենց կոնկրետ Ահարոնակից եղբայրը չէին, բայց ազգից մի եգիպտացի ծեծում էր։ Եվ 10-րդ խոսքը, եւ այս կողմ ու այն կողմ մտիկ տվավ, եւ տեսավ, որ մարդ չկա, եւ մերձրեց Եգիպտացուն, եւ ավազումը թաղեց նրան։ Այսինքն հայերեն ասում ենք հարցերը լուծեց գեղական կարգով։ Կոնկրետ կարճ միանգամից սպանեց, միանգամից թաղումը կազմակերպեց, ամեն ինչ արեց։ Այսինքն ընդհանրապես Աստծո մարդկանց մասին, որ Աստվածաշունչը ինֆորմացիա է տալի, տեսնում ենք, որ այն ամենասկզբից կանչը իր ինչն է, որ սիրտը սկսեց իր ցավալ իր ազգակիցների համար։ Սիրտը ցաված էր։ Բայց այն մեթոդը, որ ինքը գործեց, լրիվ սխալ մեթոդ էր։ Այսինքն այդ մեթոդը ընդհանրապես Աստծուց չէր։ Համաձայն եք։ Աստված իրան չէր կանչել, ոչ էլ ասել էր գնա սպանի այդ մարդուն, թաղի ու այ նոր իմ սիրտը կհանգստանա։ Այդ ձև բան չի եղել։ Բայց որ նրա սիրտը ցավում էր իր ազգակիցների համար, սա Աստծուց էր։ Համին նույնը իմ ու քո կյանքում լինի։ Եկեղեցում մենք կարող բաներ լինի, մեր սիրտը ցավա, բայց մեթոդները սխալ լինի։ Համար Հռոմեացիս 12-րդ գլխը դրա համար կարդացին, որ քո մարմինը, քո կյանքը տուր Աստծուն ու հասկացի, նախ աշխարհիկ մտքից դուրս արի ու ընդհանրապես աշխարհից դուրս արի, քիչ հետո կարդանք դրա մասին, ու ամբողջովին խորասուզվի, մտի Աստծո խոսքի մեջ, որպեսզի հասկանաս ինչ պետք է անես դու ու երբ անես դա։ Ինչ անես ու երբ պետք է անես։ Տարբեր շատ խորը թեմաներ են։ Բայց նաև պետք է այն աշճանի խորը, որ մենք չենք հասկանում։ Այսինքն գալու է ժամանակ, որպեսզի դա բանես։ Ես դրա մասին շատ եմ վկայել, որ դեռ տարիներ առաջ, երբ որ ես ոչ հովիվ էի, ոչ բան, Աստված իմ հետ խոսում էր, խոսք էր տալի ինձ։ Ես մտածում էի, ես պետք է ասեմ։ Իհարկե ես ունեի տնային խմբակ, որտեղ խոսքը կիսվում էի, բայց զգում էի, որ շատ հաճախ Աստված ինձ խոսք էր տալի ընդհանուր ժողովի համար, ոչ թե տնային խմբակի համար։ Ու դա տարիներ էր տևում։ Ինձի տենց հնարավորություն չկար, ես դրա մասին շատ եմ ասել։ Բայց նաև հանգստություն կար իմ սրտում, որ գալու է ժամանակ,
այնքան քարոզի, այնքան էլ շատ։ Այսինքն կա ամեն ինչին ժամանակ։ Ամեն ինչին կա ձև, մեթոդ, որը որ Աստծուց լավ ստանաս ճիշտ ժամանակին։ Իսկ եթե մի քիչ շտապում ես, սխալ քայլեր ես անում։ Շարունակենք այս պատմությունը, հետաքրքիր տեղեր կա։ 13-րդ խոսքը։ Եվ հետևյալ օրը դուրս եկավ եւ ահա երկու եբրայացի մարդիկ էին կռիվ անում իրար հետ։ Մի օր առաջ կռիվ էին անում եբրայացին ու եգիպտացին, այս անգամ երկու եբրայացի են կռիվ անում։ Եվ ասեց հանցավորին, այսինքն ինքը նայեց, մտածեց այս մեկը սխալ է։ Որտեւ ինքը ուներ կանչ դատավոր լինելու, որտեւ ինքը հետո որ նայում ենք իր կյանքը, ինքը ամբողջ եբրայացիներն էր դատվարում, այսինքն ճիշտ, ովա ճիշտ, ովա սխալ, կարգում էր եւ այլն, օգնում էր։ Սա հանցավորին ասեց. Ինչու ես քո ընկերին ծեծում։ Եվ նա ասեց. ով քեզ մեր վրա իշխան կամ դատավոր դրավ։ Ինձ էլ մերցնելու միտք ունես, ինչպես որ Եգիպտացուն մերցրիր։ Եվ Մովսեսը վախեց եւ ասեց. անշուշտ այս բանը իմացված է։ 15-րդ խոսքը։ Եվ փարավոնը լսեց այս բանը եւ ուզում էր Մովսեսին մերցնել։ Ամենայն հավանականության Եգիպտոսում եղել է օրենքներ, որ որոշակի բաներ իրավունք չկա անել, նույնիսկ այն ձևի մարդ ոնց որ Մովսեսն է, փարավոնը ուզում է իրան սպանի, այսինքն Մովսեսը փարավոնի քրոջ, ադապտացված տղեն է, ասենց ասեմ, բարձ լինի։ Եվ ինչ արեց նա, եւ Մովսեսը փախավ եւ Մադիամի երկրումը բնակվեց եւ մի հորի մոտ նստեց եւ այլն։ Պատմությունը շարունակում է, որ որոշակի այնտեղ հոտել կա եւ այլն ինքը, իմիջիալից, ստեղել է հետարքիր բան, եկեք կարդանք, դել է հետարքիր, 15-ից, չէ, ներծեն, 16-ից, եւ Մադիամի կուրմը 7 աղջիկ ուներ, եւ նրանք եկան եւ ջուր քաշեցին իրենց հոր հոտը խմեցնելու համար ավազանները լցին, որպեսզի հոտը ջուր խմի։ Եվ հորները եկան եւ քշեցին նրանց։ Եվ Մովսեսը վեր կացավ ու օգնեց նրանց եւ նրանց հոտին ջուր խմեցրեց։ Էլի նույն պատմությունը։ Այսինքն ինքը իր մեթոդներով հարցեր անցնում։ Այդ նույն Մովսեսի մասին որ մի քիչ հետո են կարդում, դնում են լրիվ ուրիշ մարդ։ Այդ ձևի մեթոդ իր մոտ չենք տենում։ Հենց էս ամենահետաքրքիր պատմությունը Մովսեսի, որ այնտեղ մարդ է սպանում, ստեղ գալիս է, ստեղ կարճ է գրած, բայց մենք հասկանում ենք ինչ է նշանակում ջուր խմեցրեց։ Այսինքն այն հովներին մի հատ տեղը դրեց ու բացատրեց, որ չէ, ես աղջիկը ջուր խմեն, որովհետև էլի տեսավ, որ արդար չի։ Ժորժ ջան, ինչքան է լինում, որ մենք մեր արդարությունով ենք շարժվում։ Իմ աշկին էդի արդար չի։ Ու դրա համար ես այսպես պետք է անեմ։ Բայց ինչքանով է դա ճիշտ Աստծո աշկին։ Այ տարիների մեջ, ինչքան որ ես ծառայում եմ, ինչքան որ ես շփվում եմ մարդկանց մեջ, ինչ են տենում որ այն մարդիկ, ովքեր իրանց արդարությունով են առաջ գնում, լրիվ սխալներ են։ Որտեղ դա Աստծո արդարությունը չի։ Եկեք մի բան հասկանանք, որ չկա մի արդար մարդ։ Ինչ է նշանակում իմ աշկին դա արդար է կամ չէ։ Կամ ոնց որ եբրայեցին ասում, ով քեզ դատավոր կարգեց սրա կամ նրա վրա։ Աստված է որ անում է, Աստված որ արդար է, Աստված արդար դատավոր է։ Դրա համար իհարկե ժամանակը գալիս է, մեզ Աստված թույլ է տալիս, որպեսզի մենք որոշենք եկեղեցում, ասենք կա հովիվ, կա ավակ, որը որոշում է որն է ճիշտ, որն է սխալ, որն է Աստծո կամքը, որը Աստծո կամքը չի։ Ու Մովսեսը մի քիչ վրազում էր։ Հետո մենք պատմությունը գիտենք, այդքան չենք կարդա շատ երկար կլինի, որ Մովսեսը այդ Մադիամի երկրում 40 տարի բնակվեց, 40 տարի։ Ու նոր 40 տարի հետո Աստված կանչեց իրան, ասաց, այ հիմի արդեն պատրաստ ես դու։ 40 տարի, Ժորժ, 40 տարի, չգիտեմ։ Շատ մեծ ժամանակ է դա, 40 տարի։ Կորած, անտեսված, մի հատ ինչ-որ չոլերի մեջ, ուղղակի այդ իր աներոջ, հետո դե գրած է ինքը ամուսնացավ, այդ աղջիկից մեկի հետ ու այդ աներոջ համար ինքը ծառայում էր, այսինքն ինքը իր ոչինչ չուներ։ Էլի ինչ-որ մեկի իշխանության ներքո
ծառայում էր ու այդ 40 տարվա մեջ ինքը մի բան սովորեց, հեզ լինել։ Ասեմ, որ Աստծո տան մեջ հեզ լինելը շատ կարևոր է։ Ո՞վ է մետանացել։ Եթե մի բան Աստված պիտի մեզ սովորեցնի, այդ հենց հեզ լինել։ Հեզ լինել։ Այսինքն դու իմանաս, որ ով ես դու ու հնազանդվես այն ձև ոնց որ Աստվածը քեզ դրել, այն ձև ոնց որ Աստվածը քեզ կանչել։ Դրա համար Մովսեսին պետք էր 40 տարի, բայց դեպի մենք հասկանանք, որ Մովսեսի անելիքը Աստված որ գիտի ինչ պիտի անի Մովսեսը, շատ մեծ գործ էր։ Որովհետև 2-ից 3 միլիոն ժողովրդի ինքը պետք էր առաջնորդ լիներ, դատավոր լիներ, առաջնորդ էր ու օրենքը, Մովսեսի օրենքը ասում Աստվածաշունչ, չի ասում Աստծո օրենք։ Իրականում դա Աստծո օրենքն է, բայց Աստվածաշունչը ասում Մովսեսի օրենք, որովհետև մեծ մարդ է Մովսեսը։ Աստվածաշունչում ինքը մեծերից մեկն է Մովսեսը։ Այսինքն Աստված իմանալով կանչը որոշակի դպրոցով անցնել է տալի մարդուն։ Ումի իմ ու քո կյանքում էլ նույնն ալելու։ Բաներ կա, եթե մենք չենք հասկանում, մենք վռազում ենք կամ մեր ձևով ենք անում։ Աստված Մադիամի երկրի փոխաբերական իմաստով անցկացնելու է, որպեսզի մենք որոշակի բաներ հասկանանք։ Հասկանանք ինչ բան է համբերել, ինչ բան է հեզ լինել, որ առանց տենց հասկացողությունների մարդը ուղղակի չի կարող Աստծո կամքը հասկանալ ինչ է, չի կարող։ Որովհետև մարդը վռազելու է, համբերություն չունի ու հպարտ իր ձևերով ուզել է բանանի, որը որ Աստծո մեթոդը չի։ Ու եկեք Թվոց 12-րդ գլուխը կարդանք, ուղղակի որպեսզի դուք հասկանաք այդ կոնտրաստը, Թվոց 12 առաջի խոսքից։ Ու ընդհանրապես, երբ որ Ելից գրքում էլ, երբ որ կարդում ես, երբ որ Մովսեսը արդեն կանչվում է, գնում է ժողովրդին դուրս անում Եգիպտոսից, մտերմով լրիվ ուրիշ մարդ արդեն, հեզ մարդ։ Ուրեմն, Ելից երկրորդ գլուխ, Թվոց 12-րդ գլուխ, Թվոց 12-րդ գլուխ, առաջին խոսքից։ Թվոց 12 առաջի խոսքից և Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին։ Նրա առած եթովպիացի կնոջ պատճառով, ըստ որում եթովպիացի կին էր առել։ Եվ ասեցին, միթե Եհովան կամ Տերը միայն Մովսեսի ձեռքով է խոսեց, չէ որ մեր ձեռքովն էլ խոսեց, որտև Ահարոնն էլ էր Աստծո անունով, Աստծո օծության մեջ, Մարիամն էլ Մարգարեանն էր։ Միթե մենակ Մովսեսն է։ Չէ որ մեր ձեռքովն էլ խոսեց։ Ստեղ եկեք կանգ առնենք, հələ պատկերացրեք, եթե Մովսեսը հələ այն ժամանակն էր։ Մովսեսը ինք իր մեթոդներով այս հարցը կլուծեր։ Քաշեր մի կողմ կասեր, եկեք մի հատ իրար հասկանալ։ Ես եմ ստեիք ամենակարողը եւ այլն։ Բայց երբ որ կարդում ես Մովսեսի այդ 40 տարի հետո իր պատմությունը, ամեն սենց իրավիճակներում դեռ մեզ Մովսեսը ծնկի իջավ, աղոթում է Տիրոջն տալի գործ։ Այն ինքը բան է հասկացել։ Մովսեսը ինչ-որ բան էր հասկացել, որ Տերն է Տերը, Աստված է Տերը, ես չեմ։ Ու Աստված դատավոր է, Աստված ամեն ինչի Տերն է, ինքն է անելու ամեն ինչ, ես չեմ անելու։ Եթե ես կանչված եմ Աստծուց, ինձ պահող առաջնորդող ամեն ինչը ինքն է, ես չեմ։ Ու ստեղ էլ տենում են երրորդ խոսքը, ասենք կարելի էր ակնկալել, որ Մովսեսը պիտի ինչ-որ բան ասել, բայց ստեղ գրած է, եւ Մովսես մարդը շատ հեզ էր, երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի, եւ իսկույն Եհովան ասեց Մովսեսին եւ Ահարոնին եւ Մարիամին. դու երեքդ էլ դուրս եկեք ժողովրդի խորանը, երեքն էլ դուրս եկան, եւ Եհովան իջավ ամպիսյունովը եւ խորանի դրանը կանգնեց, եւ Ահարոնին ու Մարիամին կանչեց, երկուսն էլ դուրս եկան եւ ասեց. հիմա իմ խոսքը լսեք, թե ձեզանից մեկը մարգարե լինի, եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան, կամ երազով խոսեն նրա հետ, բայց այնպես չի իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է,
Նրա հետ բերան եմ խոսում եւ հայտնապես եւ ոչ թե առակներով։ Եվ նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ինչու չվախեցիք իմ ծառայի Մովսեսի դեմ խոսանուց։ Ինչի դուք չվախեցաք։ Այս պատմությունը մեզ ինչ է տալի, ինչի ես էսի կարդացի։ Այդքան նա չէ որ Մովսեսը Աստծո ծառան է, ինչի դուք դեմ չելան։ Իշքան արդեն հեզացել է Մովսեսը, էլ իր մեթոդները չկա։ Արդեն ինքը է ուղղակի ծառայում է Տիրոջը։ Հիշի մի բան, իշխանությունը Աստված տալիս է հեզմարթուն։ Աստծո տան մեջ իշխանությունը Աստված տալիս է հեզմարթուն։ Հեզությունն է որ որոշում է դու իշքան ես եթալու առաջ Աստծո տան մեջ։ Եթե հեզություն չկա, եթե չես հասկանում խոնարհվել կամ լսել, լսողական չունենալ, նշանակում է Մադիամի դպրոցները պետք է անցնես։ Ես էլ դու էլ, ես մենակ քո համար չեմ ասում։ Դրա համար ինչքան կարևոր է մենք ինքներս մեզ հասկանանք որտեղ եմ ես գտնվում ու հասկանանք որ Տերն է, Աստվածն է Տերը։ Ստե օրգանիզացիա չի կամ ստեղ ոնց ասեմ, մենք չենք կարող հավաքվենք մի բան որոշենք։ Այլ մենք պետք է առաջնորդվենք Տիրոջով։ Տերը ինքն է Տերը, եկեղեցու ու ինքն է Տերը ամեն մի քրիստոնյայի։ Ամեն։ Մի երկու տեղ էլ կարդանք եկեղեցու մասին, որովհետեւ եկեղեցու մասին էլ մենք պատկերացում ունենանք։ Մատթեոս 16-րդ գլուխ, եկեք բացենք Մատթեոս 16-րդ գլուխ, շատ հայտնի տեղեր ենք կարդում, ժողովուրդ ջան, ոչ մի տենց նոր ինչ-որ բաներ չկա, որովհետև նույն Աստվածաշունչն է։ Ուրեմն, Մատթեոս 16-րդ գլուխ, Մատթեոս 16-րդ գլուխ, եկեք 13-ից կարդանք, ես ուզում եմ 15-ից, բայց եկեք 13-ից կարդանք։ Մատթեոս 16:13։ Եվ Հիսուսը դուրս գնաց Փիլիպպիա Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ով են ասում, որ Մարդի որդին լինի։ Նրանք էլ ասեցին, ոմանք թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան, կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասեց, իսկ դուք ով եք ասում ինձ համար, թե լինեմ։ Այս հարցը երևի շատ անգամ քարոզներում տվել եմ Ժորժ ջան։ Այս հարցը երբ որ դու տունն ես էլ մի հատ, երբ որ դու աղոթում ես, երբ որ դու Աստվածաշունչ ես կարդում, դու ինքդ դու պատասխանես հարցին։ Ով է քո համար Հիսուսը։ Շատ կարևոր հարց է։ Ու Հիսուսին մի պատասխանի ոնց որ ուսմունքն է ասում։ Այսինքն պետք չի պատասխանել ոնց պետք է պատասխանել։ Մենք ընդհանրապես մեր մենտալիտետը ու ջահելներից բացի մեծ ասակներս սովետական միությունում են մեծացել, մեզ սովորեցրել են ոնց պետք է պատասխանվի։ Կուլտուրան ոնց է ասում, ոնց պետք է մենք ասենք, բայց Հիսուսին այդ չի հետաքրքիր։ Հիսուսին հետաքրքիր է իրականում ով է ինքը քո համար։ Դրա համար Հիսուսն ասում է ձեր համար ես ով եմ։ Ով եք ասում որ ես եմ։ Տասնվեցը Սիմոն Պետրոսը պատասխան տվավ եւ ասեց. Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Սա եբրայեցիների համար շատ լուրջ հայտարարություն է։ Եկեք մի պահ հասկանանք, մեր համար սովորական երևույթ է։ Սովորական։ Նկատի ունեմ մենք որ կարդում ենք Աստծո, ասում ենք բաղ, Քրիստոսը Աստծո որդին է, Քրիստոսն է։ Բայց այն ժամանակ եբրայեցիների համար սա շատ լուրջ հայտարարություն է։ Այսինքն դա գիտեք ինչ է նշանակում։ Մեսիանա։ Քրիստոս հունարեն է, մենք գիտենք որ եբրայերեն մեսիա բառն է, այսինքն դա նշանակում է 5 տականից խոստացված մեսիան պետք է գար, եբրայեցիները գիտեին դա, ու որպեսզի դու արդեն ճանաչես, ասես որ դու մեսիան ես, այդ նշանակում է Աստծո որդին է, այս նշանակում է ինքը Աստվածը մարմնացել է, դա շատ լուրջ հայտարարություն է։ Այսինքն
որովհետեւ ես ձեր բան ասես, դրա համար Հիսուսը իրան ասում է, որ այդ հայտնությունը շատ կարևոր է։ Սա Դարձանք։ Եվ Հիսուսը 10-րդ խոսքը պատասխան տվեց եւ ասեց նրան. «Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արյունը չհայտնեց քեզ։ Անհնար է, որ մարդը ինքը իրանից ուղղակի մտածի, ասի դե ինձ թվում է, այս մարդու արած գործերը ասես նայելով, գցել բռնելով, ինձ թվում է սա Մեսիան է։ Աստծո հայտնությունն է ուղղակի, Աստված է բացել, Հայր Աստվածն է բացել, ինքն է նա։ Բայց իմ հայրը, որ երկնքում նա, ասին նա է քեզ հայտնել։ Մի բան էլ ասեմ, ոչ թե Պետրոսը կամ ոչ թե Սիմոն Պետրոսը ինքը ասեց ուղղակի դու Մեսիան ես, այլ իմ համար ես դու Մեսիան, իմ համար ես դու Աստծո որդին։ Շատ կարևոր փաստ է։ Մենք ընդհանրապես կարող է գիտելիք ունենանք, ուղղակի իմանանք, որ Հիսուսն ով է, Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին է, բայց քո համար տենց է, ուրիշ հարց է։ Դրա համար ստեղ կարևոր բան է, մի բանն է, որ ասես ով է ինքը, մի բան է, որ իմ համար է դա տենց։ Դրա համար Սիմոն Պետրոսը կամ Սիմոնը ամեն ինչ թողեց, ոչ միայն Սիմոնը, աշակերտները ամեն ինչ թողեցին, հետևեցին Հիսուսին, որովհետև իրանց համար էդի տենց էր։ Մենք գիտենք, որ Պետրոսի մասին ես հատար մասնել է խոսացել, դուք տեղյակ եք, որ ինքն էլ այդ ձևի հեզ մարդ չէր, Պետրոսն էլ այդ ձևի խոնար մարդ չէր, բայց անցավ որոշակի դպրոցներով, Պետրոսն էլ, որպեսզի հասկանա ում հետ գործ ունի ու ինչ պիտի ինքն անի։ Ու Հիսուսը ստեղ ասում է 18-րդ խոսքը. Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, այսինքն ժայռ կամ վեմ, ստեղ հայերենով վեմ է թարգմանված, կամ ժայռ, դրանպես ուրիշ թարգմանություններով ժայռ բառն է, վեմ, էդ էլ լավ բառ։ Եվ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բալանները, եւ այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում, այսինքն իշխանություն կտամ քեզ։ Իշխանություն բառն է, այդ բալանիները։ Հիմա Հիսուսը ստեղ ասում է, որ այդ հիմքի վրա, կամ այդ ժայռի վրա, կամ այդ հայտնության վրա ես կստեղծեմ իմ եկեղեցին, ու եկեք այդ սկզբունքը հասկանանք, ոնց Աստված ստեղծում ու առաջնորդում իր եկեղեցին։ Ոչ թե Աստված հավաքում է մի խումբ մարդկանց, ասում է դե մի հատ էլ գցեք, բռնեք, տեսեք ով ա ու որոշեք ոնց պիտի անեք, հետո ինչ անեք։ Էդի եկեղեցի չի։ Եկեղեցին, երբ որ ամեն մեկս Աստծո ծառաներն ենք, հասկանում ենք ով ենք մենք, ով է Հիսուսը ու որտեղ ենք գտնվում մենք։ Երբ որ ամեն մեկս մեր դիրքում ենք, Աստված արդեն առաջնորդում է ամեն մեկիս։ Ու Աստված շինում է իր եկեղեցին ու առաջնորդում է իր եկեղեցին։ Ամեն։ Ու մեկ էլ ի՞նչն է հետարքիր։ Գենտում էլ ստեղել Ժորժը։ Նայում եմ ամեն մեկիս լրիվ տարբեր մարդիկ ենք մենք։ Ինչ-որ մեկը զգացել է ստեղ մենք տարբեր մարդիկ ենք։ Շատ տարբեր ենք։ Հաճախ կարող ասենք, ես մեկ է դեզ ոնց խոսեմ։ Լրիվ ուրիշ մենտալիտետի, լրիվ ուրիշ մարդ է ես մեկը։ Այն մեկին ես նայում ասում ես մեկը ինձնից տարիքով մեծ է կամ ինձնից փոքր է, այդ ոչ շփվեմ։ Այն մեկին ես նայում են ինձ է, այն ես իմ ստիլի մարդ չի, ես սենց է։ Բայց եկեք մի բան հասկանանք։ Աստված իմ ու քո հետ խորհուրդ չարեց, որ ես եկեղեցին ստեղծեց։ Աստված գիտի ում աստեղ հավաքել։ Ամեն։ Ու Աստված պատահական չի, որ մենք այսօր ստեղ ենք։ Էդի պատահական բան չի, Ժորժ ջան։ Մենք չենք կարա պատահական հայտնենք եկեղեցում ու ուղղակի գնանք պատահական։ Դες բան չկա։ Աստված նախորոք գիտեր ու գիտի ով է լինելու։ Ու Աստծո հենց
Հիսուսի 12 աշակերտներին, որ մի քիչ նայում ես ով են իրանք եղել, ըստ տարիքային լրիվ տարբեր մարդիկ են։ Ոչ մի որոշակի ընկերներ կային, որոշակի։ Անդրեասը, Հովհաննեսը, Սիմոնը, որոշակի։ Բայց մնացածը լրիվ տարբեր։ Օրինակ, Հովհաննեսը շատ ջահել է եղել։ Դրա համար Հովհաննեսը առաքյալներից ամենավերջինն է, որ մահացել է։ Ամենաերիտասարդ է եղել Հովհաննեսը։ Մնացածը միջին տարիքին, եղել են արդեն հասակով։ Եղել են տարբեր Էրվարին, ոնց է հայերեն, տարբեր փորձառության մարդիկ, տարբեր, որ մի քիչ նայում ես, Մատթեոսը եղել է հարկահավաք։ Էդի, Մաքսավոր, հարկա, այսօրվա բառերով եմ ասում, հարկահավաք, այսինքն հարկայինի աշխատում։ Էդի հլահմի շատ լավ է։ Էդի այն ժամանակ եղել է ամենաթշնամի մարդը, որ կարա լինի եբրայեցու համար, ընդհանրապես մարդու համար, ամենաթշնամի մարդը։ Հələ պատկերացեք, եկեղեցու մեջ մեկը կա հիշեցնեմ, ես գիտեմ, որ դուք գիտեք, մի հատ հիշեցնեմ։ Այն ժամանակ հարկահավաքները ինչ ուզեցել են ընդունել։ Այսինքն հռովմեացիները ասել են, այսքան գումար ամեն մեկից դուք վերցեք, ինչքան ավել կվերցնես քո գործն է։ Բայց այնց արավ, որ այդ մարդը չմեռնի։ Որ էլի մենք վերցնենք հարկ։ Այսինքն հարկահավաքներն են որոշել դու ինչքան հարկ դիտաս։ Այսօր մի լավ է, այսօր ասում ենք Բելգիայում շատ է հարկը, բայց կոնկրետ ցուցակ կա, կոնկրետ տոկոսներ կա։ Կամ Հայաստանում, կամ Ռուսաստանում, կամ չգիտեմ Ամերիկայում։ Այն ժամանակները տենց չի եղել, եկել են նայել են, ինչքան ձուկ ես գործում այսքան դիտաս։ Վերջ։ Ամենազսվելի, ամենատհաճ, ամենավատ մարդիկ են եղել։ Հələ պատկերացու եկեղեցու մեջ մեկը տենում ես այդ մարդը եկավ։ Դու պատկերացու ծառայության մեջ քարոզի ժամանակ մարդիկ նստած ատամները ոնց են կրտոշել, այս սովը եկել աստեղ։ Այդ են եղել Հիսուսի աշակերտները։ Այսինքն տարբեր մարդիկ։ Բայց այդ 12 աշակերտ, հələ ես մենակ Մատթեոսի մասն եմ ասում։ Իրանց մեջ եղել է մեկը, որ զելոտիներից է եղել։ Այսինքն հրեա հեղափոխական կուսակցություն է եղել, որ միշտ ուզեցել են սպանեն հռոմեացիներին ու իշխանությունը վերցնեն, այսինքն բունտ անեն, իշխանությունը վերցնեն։ Զելոտիներից էր նաև Բարաբան, երբ որ Հիսուսին ու նրան որոշում էին ում խաչեն, հիշում եք։ Ինչի նրան ազատեցին կամ նայել էր մահկանացու, որտեղ մարդ էր սպանել, հռոմեացի էր սպանել։ Բայց ժողովուրդը ասեց ավելավա Հիսուսին խաչեք, բայց Բարաբան թող ապրի։ Բայց մարդա սպանել։ Ինչ մարդա սպանել։ Նա սպանել էր, որտեղ ուզում էր հրեաները որ անկախանան։ Ժողովուրդը սպասում էր Հիսուսից, որ Հիսուսը դա կանի։ Բայց Հիսուսը այդ կանչը չուներ, Հիսուս դրամար չէր եկել։ Հիսուսն ասաց, ես դրամար չեմ եկել։ Հիմի, ավանդությունն ասում է, որ Յուդան էլ ա եղել զելոտիներից։ Էլի տես պատմություններ կա, չեմ ուզում այսօր շատ ընդլայնվեմ, այսինքն աշակերտներից մեկը այդ կուսակցությունից էր, այսինքն նրանք շատ հեղափոխական, շատ եկեք այդան կռվենք, սպանենք, մեզ ազատենք, այսպես մարդ։ Ատրա համեմատ Հովհաննեսը ջահել, ասենք ավելի հեզ ինձ թվում է, որտև գրած է Հովհաննեսի ավետարանի մեջ գրած է, ըստ Աստվածաշնչի եմ ասում, գրած է որ ինքը Հիսուսի, միշտ Հիսուսի հետ ընկերություն անելով, Հիսուսի ամենասիրած աշակերտը, տարբեր մարդիկ, տարբեր տարիքներ։ Ժորժ ջան, երբ որ Աստված եկեղեցի է սկսում, եկեղեցի է ծնում, սկսում, նա գիտի ում է կանչում ստեղ։ Մենք լրիվ տարբեր ենք, բայց հենց հարցը դա է, երբ որ մենք սիրում ենք Հիսուսին, սկսում ենք սիրել իրար։ Ամեն։ Աստվածաշնչում գրած է, եթե դու Աստծուն սիրում ես, բայց ինչ-որ մեկին ատում ես, ուրեմն Աստծո սերը չկա քո սրտում, չկա։ Այդ ուղղակի դու կարաս քեզ խաբես։ Դա համար ինքդ ամեն մեկս մեր ճշտեն, որտեղ եմ ես գտնվում ու ով է իմ համար Հիսուսը։ Ես էսում եմ ուզում ծառայեմ։ Вообще ծառայեմ ես թե չես ծառայեմ, ամեն մեկս մի ինչ-որ բան ենք անգամ չենք անում։ Ինչ է իմ նպատակը, ինչ եմ ես ուզում, ինչի համար եմ ես տեղ։ Նա դից ճշտես, որովհետև եթե Հիսուսն է քո Տերը, եթե Հիսուսը իրոք Քրիստոսն է, ուրեմն դի ծառա լինես իրան։ Հես ծառայես իրան, ու այդ դեպքում ինքը քեզ
լավ ձևով օգտագործել է եկեղեցում։ Բայց եթե այդ չի, արդեն դժվար է։ Դրա համար այս պատմությունը կարդացինք, որպեսզի մի քիչ պարզ լինի ինչ է։ Եկեք մի հատ պատմությունը կարդանք Գործ Առաքելոցից ու միասին կաղոթենք։ Գործ Առաքելոց։ Մենք գիտենք, որ ով է հեղինակը Գործ Առաքելոցի, Ղուկասն է գրել Գործ Առաքելոցը, դրա համար Ղուկասի ավետարանը ու Գործ Առաքելոցը մի հեղինակ է գրել։ Գործ Առաքելոց, եկեք բացենք, ես եմ դանդաղ եմ ոնց որ դու հասցնես։ Ուրեմն, եկեք բացենք երկրորդ գլուխ, Գործ Առաքելոց երկրորդ գլուխ։ Գործ Առաքելոց երկրորդ գլուխ։ Ուրեմն, եկեք կարդանք երկար կլինի, եթե ամեն ինչ կարդանք, այստեղ պատմությունը գրած երկրորդ գլխում, որ երբ որ Սուրբ Հոգով մկրտվեցին աշակերտները, Մովսեսն եմ ասում, Պետրոսը վեր կացավ և սկսեց քարոզել։ Կարճ, սովորական մի հատ քարոզ ասեց, եկեք կարդանք 37-ից, երբ որ ինքը վերջացեց իր քարոզը, 37-րդ խոսքը հենց այդից է սկսում։ Եվ երբ որ այս լսեցին, մարդիկ իրենց սրտերումը զղջացին եւ ասացին Պետրոսին եւ մյուս առաքելներին. Ինչ անենք մարդիկ եղբայր, ինչ անենք։ Արդեն զղջացին, հասկացան, որ իրենք սխալ էին, կամ անաստված կյանքով էին ապրում, կամ սխալ էին վարվում, կամ ամեն մեկ իր ձևով զղջաց։ Պետրոսն էլ նրանց ասեց. ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար։ Եվ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ Որովհետև ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստումքը եւ այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի։ Այսինքն մեր համար։ Ամեն։ Այն նրանց ու այն ամեն հեռավորների մեր իմուքո համար է, այդ ամեն ինչը։ Այդ խոստումները, ամեն լավ բաները, Սուրբ Հոգու պարգևները, օրհնությունները, ժառանգությունը, ամեն ինչը մեր համար է, շուրջը։ Եթե հավատքի մեջ մնանք ու ասուկան կկատարենք։ Եթե չէ, կկորսենք։ Так, որտեղ է ես, որովհետև ձեր 40 Եվ ուրիշ շատ խոսքերով վկայություններ դնում եւ հորդորում եւ ասում. ազատվեցեք այս թյուր ազգիցը։ Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցան եւ այն օրը 3000-ի չափ հոգի ավելացան։ Այսինքն մի քարոզից հետո 3000 հոգի զղջացին, ապաշխարեցին ու ընդունեցին Տեր Հիսուսին, ջրով մկրտվեցին ու ավելացան եկեղեցին։ Ստե մի բան, մի խոսք կա, որ ես ուզում եմ դրա վրա կամ գառնեմ, մի քիչ մտորենք դրա մասին, դրանց ազատվեցեք այս թույր ազգիցը։ Իհարկե նա նկատի ունի հռոմեացի ազգիցը, աշխարհից, այդ ավելի նկատի ունի Աստվածաշնչում, ոչ թե եբրայացուն ասի հռոմեացիներից ազատվենք։ Սա իմիջերից ասեմ ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե հավատացյալ մարդը հավատաց, ընդունեց Հիսուսին ու էլի գնում է իր ընկերների, էլի գնում է իր աշխարհիկ կյանքով ապրում է, չորանալու է, չի կարողանալու։ Կամ պետք է դու միանաս Աստծո ժողովրդի մեջ էփվես, ձևավորվես։ Կամ պետք է այդ իջանես աշխարհի մեջ շարունակես ձևավորվել ու էփվել։ Ես սրա մասին շատ եմ ասել, էլ եմ ասելու, շատ կարևոր բան է Ժորժ ջան։ Եթե ձեզանից, մեզանից ինչ-որ մեկը որոշել է Աստծուն հետևի, էլ չի կարող աշխարհիկ բաներով ապրել։ Որովհետև կամ էսիա, կամ էնա։
Հարց, այդ դեպքում արդեն մարդիկ ասում են, բա ոնց ավետարան ենք, ապտի չետենք իրանց ավետարան ենք։ Դե եթե պտիետաս իր այդ ուտուշ խմումիշի մեջ, իր այդ ծխելով, իր այդ այս անելով, այդ ձև ավետարան ես, ավելավա չանես, այդ ձև ոչ մեկ չի ապաշխարում։ Բայց երբ որ դու գալիս ես Աստծո մեջ մի քիչ ձևավորվում ես, Աստծո մեջ էփվում ես, ու արդեն գնում ես որպես լույս ընդեղ, այդ մեզ ասում են սենց մի արեք, Աստված կյանքով մի արեք, պետք է բա իհարկե պետք է ավետարանվի, հաստատ։ Դրա համար իմ խորհուրդն է դուրս արի թյուր ազգիցը, դուրս արի քոնկերներից, ում հետ է շփվում, աշխարհիկ ինչ-որ բաները դուրս արի դից, դուրս արի։ Հենց գործ առաքելույցի մեջ չեն կարդավակիմ, ասեմ, որ Պողոսին, որ հետո ինքը դառավ Պողոս առաքյալը, որին մենք գիտենք, Աստված իրանել է ասում, ասում է մի պահ դուրս արի, հետո ես քեզ կուղարկեմ իրանց մեջ։ Շատ կարևոր պրինցիպ է։ Ես որ ապաշխարեցի, Աստծուն եկա, ախր էդ ինենց եղավ, որ ես իհարկե ես ընդունեցի որոշում, որ թողեմ ամեն աշխարհիկ բաները, ընդհանրապես ամեն ինչ, կամ ասեն ես շատ եմ վկայել։ Ու մի քանի, ինչ-որ մի ժամանակ տևեց, կարող մի տարի, երկու տարի, ես չգիտեմ, ինչքան տևեց, որ ես ձևավորվեմ որպես քրիստոնյա, որ ես թողեմ այդ ամեն աշխարհիկ բաները, ընդունեմ որոշումներ, շատ հարցերում փոխվեմ ու նոր ես ունենամ տնային խմբակ, ու նոր ես այդ ամեն ընկերների զանգեմ, ասեմ լսի Աստված կա, ու նոր ես ինչ-որ մեկին այդ անվկայություն տամ։ Դրա համար իմ խորհուրդն է, Աստվածաշունչն է, Պետրոսի քարոզի մեջ է, որ ազատվեցեք այս թույր ազգիցը, դուրս արի տեղից, աշխարհիկ ամեն տեսակի բաներից դուրս արի։ Մեր հայերի մոտ մի քիչ ուրիշ է։ Այդ մասին մենք շատ ենք ասել, նույնիսկ Գենտում էլ ստեղել շատ ենք ասել։ Ինչ անես, երբ որ քո տունը մարդ է գալի, նա էլ աշխարհիկ մարդ է։ Ինչ անես։ Պետք է որոշում ընդունես։ Որոշում ընդունես, որ եթե քո որոշումը ունենա, որ դու քո տունը պիտի ծառայեք Տիրոջը, եթե այդ ձևի որոշում է, ուրեմն թող հենց դու եւ քո տունը ծառայի Տիրոջը։ Այսինքն ոչ թե ծառայի աշխարհիկ մարդկանց, որ հանգարց ված չզգան իրենց։ Ժամանակին իմ համար էլ էր դժվար։ Գիտեք, քանի անգամ այն տունը մարդ եկել, բամբաներկով ու օղիով։ Բայց այսօր չեն գալի դες մարդիկ։ Ինչի։ Կարող մեկը գա, ես չեմ ասում։ Գիտի որ ես իմ հետ չի նստել օղի խմի, իմ հետ սիխոսալ ես իմ ինչից։ Դες բան չկա։ Ժամանակին իմ համար շատ դժվար է դա։ Երբ որ բարեկամ ա գալի, երբ որ հյուր ա գալի, երբ որ բան ասում ես հանգարց չնեղալ, հանգարց չասի, խելքը թռցրեց, հավատացյալ ա դարի, հանգարց հոգ մի արա դրա համար, դուրս արի թույր ազգիցը, դուրս արի, թույր ազգը կարալնի քո բարեկամը, քո ծնողը, քո, ինչ ասեմ, քուրը, աղբերը, քո ընկերությունը, աղբերությունը, ինչ ում ուզում ես ասա, էդի է, դուրս արի դից, թե չէ, չես կպնելու եկեղեցուն, չես կարա, կամ ընդեղ ես, կամ ստեղ ես, դրա համար դու ինքդ որոշի որտեղ ես ուզում, եթե Հիսուսն է Տեր քո համար, ուզած չուզած դու պիտի հետևես Հիսուսին, հələ մարդկանց չեմ ասում, եկեղեցու մարդկանց, բայց երբ որ Հիսուսին հետևեցիր, Հիսուսը մի օր քեզ ցույց է տալու այս մարդկանց, ասի լսի, այս սրանք են իմ մարդիկ, իրանց հետ մերվի, իրանց սիրի։ Փառք Աստծու, մենք 3 ընկերով եկել ենք Բելգիա, 3-ս էլ ապաշխարել ենք, դու որ այդ ընկերներով մենք հավաքվում ենք, լավ է, ես կարամ իրանց հետ հավաքվեմ, պատկերացնում եթե մեր ընկերներից մեկը չապաշխարեր, ոչ մի կապ ես չէի ունենալու իրեն, ցավոք սրտի։ Կարող է մի 3-4-5 տարին մեկ տենա իրան, ուղղակի ոնց ես ինչ ես վերջ, ուրիշ ոչ մի խոսակցություն չէր լինի։ Ես տրամասնել եմ ասել, իմ քեռու տղեկը իմ կամ իմ հայրը ոնց է, ես ռուսեն երկրորդ քեռու տղա, հորքուրի տղա, երկրորդ աղբերները, հա, դվայորոդի շատ մերված է մեղը ես, ամբողջ մանկությունը իրանց հետ անցել, այնքան մերված, որ ես եկել եմ ստե, հետո որ մենք տեսանք, խոսակցության նույն չկար։ Ես չգիտեի ինչից խոսայի, պատկերացեք տարիներ ես իրանց չէի տեսել, այնքան բան կարեի խոսայի, մենք իրար հետ էս են կարե ամեն ինչ է, հանդիպեցինք, ոչ ես մի կես ժամ, ոնց եք, ինչ եք անում վերջ, դու ինչ ես անում, ես ստեղ եմ, եկեղեցու մեջ,
արի սենց անենք չէ, ես իմը սենց էլ ու կապ չկա։ Ոչ թե որ նրանք վատ մարդիկ են, երկու տարբեր ճամբարներ ասա, երկու տարբեր ճամբարներ, աշխարհ, եկեղեցի։ Համար դու պետք է որոշես դու ինչ ես ուզում։ Եթե եկեղեցին է քո համար կարևոր, պետք է թողես այն։ Եթե աշխարհն է կարևոր, Իշքան էլ ուզում ես ասա եկեղեցի չի կպնի, դու զգալու ես, քո կյանքում չի գործի, դու պետք է ընդունես որոշում, թողես հետի, այդաս Հիսուսի հետևից։ Պետրոսը թողեց ամեն ինչ, իր ցանցերը, իր ամեն ինչ, իր բիզնեսը թողեց, գնաց Հիսուսի հետևից ու սկսեց ում հետ ընկերություն անել։ Մատթեոսի նման հարկավակի, Հովհաննեսի նման ջահելտուղու հետ, որսկի իր թայնել չի։ Սրա նրան որ իր մաստի մարդիկ չեն, որտեղ Պետրոսը, Անդրեասը, Հովհաննեսը, Հակոբը իրանք ձկնորսներ էին։ Իրանք էլ իրար հասկանում էին։ Ձկնորս մարդ են, կոպիտ, ուժով, մուսկուլներով, իրանք ուրիշ դեպի մարդիկ էին։ Բայց իրանց հետ կային մարդիկ լրիվ ուրիշ դեպի։ Բայց երբ որ Հիսուսին են մենք հետևում, իմ ուրիշ ձև ասեմ։ Իմ ամենամոտիկ ընկերներից մեկը Կենտում։ Եղել է համել կա, ասենք մոտիկ, որ իրար հետ ես կյանք եմ կիսել, արդեն քանի տարի։ Բադրին է։ Ինչ։ Բադրին, ասենք, ով գիտի Բադրին, Կենտում։ Ինք իմ տան մեջ ապրել է, մենք իրար հետ ապրել ենք, հաց ենք կերել, իրար հետ շատ, աղոտները շատ, ինչ ընդհանուր բան կա իմ ու Բադրի մեջ։ Ես որդ Ես դպրոց ավարտել եմ, գնացել եմ ինստիտուտ ավարտել եմ, աշխատել եմ, եկել եմ ստեղ։ Բադրին, 18 տարեկանից բանտում նստած, մինչև 32 տարեկանը Բերդի մեջ։ Արդեն զոննայով ես իմ ինչ, ու եկել է Բելգիա։ Իրար հետ մենք աղբերացել ենք։ Ինչ կապ ունի ինք ու ես, ոչ մի, ոսես նայում ես, ոչ մի ընդհանուր, բացի Քրիստոսից։ Ես այն ժամանակ էլ կարա ասեի, ես սրետ ինչ գործ ունեմ։ Ես գողական աշխարհի մարդ եմ, մի օր ինձ իք թալան, որտեղ իմ տան մեջ եմ թալան։ Բայց քանի որ կար Հիսուսի սերը ու ես հասկացա, որ ես եթե իմ կյանքը տվել եմ Հիսուսին, ուզում եմ իրան հետևեմ, իր հետ ես ընկերություն տանեմ։ Ես չեմ կարող այդ իմ բարեկամների հետ ընկերություն անեմ, որտեղ հա, բարեկամներս իմ համար լավ է, որտեղ իրանց հետ ես մեծացել եմ, բայց այս մարդն է Հիսուսի մարդը, այս մարդն է ապաշխարել։ Ինչ եմ այսքան երկար ասում Ժողովուրդ ջան, որովհետև մեր եկեղեցուն որ նայում ես, այս մեզ Աստված կանչել ու մեզ Աստված բրկել։ Եթե մենք ընտրենք, կարող մենք ուրիշ ձև ընտրենք։ Կարող ես էլ ասեմ, մենք շատ է, ասել եմ Տեր ջան, ինչի ենք այս մարդը։ Հա, նրանք լավ են, բայց էսի։ Բայց Աստված ասում է, գիտես ինչ, կամ ես պինտրեմ, կամ դու։ Դե ինձ էլ տրված չի ընտրել, որտեղ ես փրկիչ չեմ, ես փրկող չեմ, Հիսուսն է փրկիչը։ Ամեն։ Դրա համար Հիսուսն է որոշում ով է մի եկեղեցու, մենք չենք որոշում։ Մենք ուղղակի ընդունում ենք ու սիրում ենք ու հարաբերություն ենք ունենում։ Ամեն։ Հիսուսը իր աշակերտներին ասում է, եթե իրար սիրեք, իրար հետ լավ հարաբերության մեջ ունեք, մարդիկ իմանան, որ դուք իմ աշակերտներ եք։ Ամեն։ Դրա համար մեզանից է կախված, բայց միջև որ մենք կարողանանք մերվենք իրար հետ, միջև որ մենք կարողանանք մերվենք, մենք ինքներս մի հատ հասկանանք, ով է Հիսուսը իմ համար ու ինչ եմ ես անում այս եկեղեցու մեջ։ Ում համար եմ անում։ Ով հարցա չէ, ինչ հարցեր կան։ Երբ որ դու ճշտում ես, դու հասկանում ես մի րոպե, ես հլու հնազանդ արի ծառայեմ, Հիսուսի կամքը կատարեմ ու թողեմ աշխարհը։ Եկեք շարունակենք, ես միջև վերջերը չկարդացի, ես ուղղակի ստե կանգ առա, ազատեցեք այս թույր ազգիցը։ Իմիջիայլը սրա մասին շատ բան կա ասելու, սրա մասին շատ վկայություններ կա մեր մոտ, որ ոնց են ազատել, դրա մասին եմ ես ասել, ոնց են մարդիկ քիչ-քիչ ընդունել որոշում, որ ինչ էլ ուզում ալնի, եթե կա եկեղեցոր, եթե կա սենցոր, ես պետք է եթե եկեղեցի, ոչ մի հյուր իմ տունը, ով ուզում է գա, դրա մասին շատ ասվել։ Խորհուրդ եմ տալի, մենք մեր ամբողջ եկեղեցով իմիջիայլս դրա մասին ասեմ, մեր ամբողջ եկեղեցով մենք ոչ մի ալկոհոլ չենք խմում։ Արդեն տարիներ։ Ընդունել ենք որոշում, որ ոչ մի կաթիլ ալկոհոլ մենք չենք խմում։ Ոչ թե որ աստվածաշունչում գրած որ դա մեղք է։
Այդ ձև տեղ չկա Աստվածաշնչում, գրածնի որ դա մեղք է։ Եթե մի կաթիլ խմես դա մեղք չկա։ Բայց քանի որ դա գայթակղեցնում է, քանի որ դա ճիշտ չի մեր կամ ռուս կամ ռուսախոս կոնտինգենտի համար, դրա համար մենք ընդունել ենք որոշում էդի։ Ու ինչ եմ ես տենում, որ ինչքան կարևոր է էդի։ Մանավանդ հայերիս համար շատ կարևոր է էդի։ Դրա համար իմ խորհուրդն է քեզ, եթե ուզում ես Հիսուսին ծառայես, ընդունի որոշում, որ ոչ դու, ոչ քո տան մեջ, ոչ մեկ, ոչ մի կաթիլ ալկոհոլ չեն խմելու։ Ես գիտեմ այդ ինչ է նշանակում հայ կենցաղի մեջ, այդ ինչ է նշանակում, ես գիտեմ այդ։ Որ շատերը գալու են, այս վերջ, մի ամիս առաջ նոր տարի էր։ Նոր տարին ես գիտեմ ինչ է, որ մարդիկ գալիս են քո տունը շնորհավորեն ու դու չունես ալկոհոլ։ Բայց էդի քո որոշումն է, մարդիկ կարող է քեզ ասեն, լսի դու էլ խելքդ կերան, դու էլ գժվեցիր, դու էլ ես եղար, խաբեցին, զոմբիացրին, շատ բաներ են լսել իմ մասին։ Բայց իմ համար էդի մի կողմ փառք Տիրոջը։ Հիսուսն ասում է, երբ որ ձեզ փնովում են, ուրախացեք։ Որտեղ ինձ էլ տենց արեցին։ Հիսուսին ոչ էին ասում ողորմիշտանը։ Դրա համար որոշում պետք է ընդունես։ Դու որոշես ինչ ես դու ուզում։ Կեսս թե կեսն դե դες բան չկա։ Կամ ես, կամ են։ Դա երկար չասեմ դրանից։ 41-րդ խոսքը։ Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, հենց հարցը էս է, դրա համար ես մի քիչ երկար ես խոսացի։ Ես մի կարող ասեմ, դու ասես դրա վրա մի հատ դե կտենանք, բայց ստեղ գրած է, որ իրանք հոժարությամբ ընդունեցին։ Աստծո խոսքն ասա։ Եվ մկրտվեցին, եւ այն օրը 3000-ի չափ հոգի ավելացան, 42-րդ խոսքը եւ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը եւ հաղորդությանը եւ հացի կտրելին եւ աղոթներին։ Միշտ հետևում էին դրան։ Այսինքն անում էին, ոնց որ առաքյալներն ասում էին, այդ ձևն անում էին։ Եվ ամեն անձի վրա վախ եկավ։ Շատ հրաշքներ եւ նշաններ էին գործում առաքյալների ձեռով։ Եվ բոլոր հավատացյալները իրար հետ մեկտեղ էին։ Այսինքն, եթե նրանք թույլ ազգը թողել էին, բնականա որտեղ իրանք դիլեն։ Եթե իր շրջապատը, իր աղբերությունը, իր բարեկամությունը թողել է, որտեղ դիլեն։ Դինի հավատացյալների հետ։ Նորմալ երևույթ է, չի կարա ինքը ոչ ընդելնի, ոչ ընդել։ Դրա համար ագրած, որ եւ բոլոր հավատացյալները իրար հետ էին, մեկտեղ էին եւ ամեն բան հասարակյաց ունեին։ Հետի երբ որ եկեղեցում հոգ ենք տանում մեկը մյուսի նկատմամբ։ Եթե մեկը ինչ-որ պրոբլեմ ունի, կամ մեկը ինչ-որ բանի կարիք ունի, ինչ-որ մեկն ունի, օգնում է, տալիս է։ Էդի պիտի լինի, գիտեք ինչ, մենք կարանք տարբեր ձևի օրենքներ դնենք եկեղեցում, որ եթե դու ես ունես պիտի էսի անպայման տասբան, բայց այդ օրենքը չի աշխատում, պիտի դա լինի քո սրտից։ Ու փառք Տիրոջ, ես գիտեմ, որ ստեղ կա, գենտում էլ կա, երբ որ մենք մեկս մյուսին հասնում ենք, եթե մեկը նեղության մեջ է, եթե մեկը ավտո չունի տեղ է թա, խնդրում է, կամ դու ես տենում, առաջարկում ես, ասում ես, լսի, արի ես քեզ կտամ, որտեղ դու իմ եղբայրն ես, իմ քույրն ես, Հիսուսով։ Ժորժը, եթե քո համար այդ ձև չի, ես ասեմ ինչ է ձև չի, էդի պրոբլեմա։ Պիտի քո համար գիտես ոնց լինի, որ քո եղբայրը քույրը ավելի թանկ են քո համար, քան քո արյունակից եղբայր եւ քույր։ Պիտի տենց լինի։ Եթե դա ձև չի, պրոբլեմ կա։ Դատել կրկնեմ, իմ աղբոր հետ ես շատ մոտ եմ։ Ես չեմ հիշում փոքր ժամանակ, իրոք ես անկեղծ եմ ասում, որ մենք իրար ծեծ ենք։ 2 տղա, 4 տարվա տարբերությամբ։ Ես չեմ հիշում դες։ Կարող է վիճել ենք, հա, ինչ-որ վիճել ես հիշում, բայց միշտ ես հասկացել եմ, որ ինքը մեծ աղբեր է։ Չեմ հիշում, որ իրար խփենք, բան, դες բան։ Միջև մա դες լավ հարաբերություն է, բայց այն հարաբերությունը, որ ես ունեմ եկեղեցում եղբայրների հետ, աղբերս չի համատում, ինչ ասեմ, սահմանափակ այն հարաբերություններն աղբերով, որ ինչի, որովհետև ոնց եք, ինչ եք, ոնց Հայաստանը լավ է, ոնց է ստեղել սենց է, վերջ։ Իսկ աղբոր քրոջ հետ մենք ծառայություն ենք իսում, մենք իրար հետ աղոթում ենք, մենք իրար հետ էփվում ենք, մենք իրար հետ ասում ենք, ծառայում, մենք իրար հետ ինչ-որ պրոյեկտներ ենք անում, հետ մենք կամպեր, հետ մենք ճամբարներ, հետ մենք ստեղ ընդեղ, ինչ-որ եթե քո համար տենց չի, պրոբլեմա է դա։ Պետք է տենց լինի, պետք է քո աղբերը քորը քո համար Հիսուսում ավելի թանկ լինեն, ավելի հարազատ, ավելի մտերիմ պիտի լինեն։ Ուղղակի հետարքրվի, ովքեր որ ամբողջ սրտով նվիրել են Տիրոջ, էլ մի հատ հարցրու այդ հարցը, քո համար ով է տան։
Համերաբոլորը տենց կասան։ Դա նորմալ է։ Հիսուս ինչ է ասում։ Երբ որ իր մայրը ու իր եղբայրը եկան իրան կանչելու։ Ասում է, իմ մայրը, իմ եղբայրը այս մարդիկ են, ովքեր որ Աստծո կամքն են կատարում։ Ոչ թե նրանք, որ ինձ ծնել են կամ ինձի ուղղակի արունակից եղբայրը։ Սա չի ասում նրա մասին, որ մեր արունակից եղբայրը քրոջը մենք անտեսենք, բանի տեղ չդնենք, սա մասին ես չեմ ասում։ Բայց եթե կա, Հիսուս դրա համար ասում, ես չեկա խաղաղություն բերելու, այլ բաժանելու, տան մեջ մարդկանց բաժանելու։ Ինչի՞, որովհետև կան հավատացյալ մարդիկ, կան անհավատ մարդիկ։ Դու չես կարող, ուղղակի լսում շատ դու չես կարող անհավատ մարդուն այնքան հետը մերվես, որ ինքը դառնա հավատացյալ։ Չի լինի դա։ Կամ պետք է դու ընդունես որոշում թողես, այդ Հիսուսին ավետարանես, աղոթես իր համար, որ ինքը գա Հիսուսին։ Չես կարող այդ ձև բանանես։ Փորձ ինչքան ուզում ես, չի լինի դա։ Այլ դու դիմանաս մեծ ճեղքված կա, տարբերություն կա անհավատ մարդու ու հավատացյալ մարդու։ Նույնիսկ քո մաստի մարդա, նույնիսկ քո տարիքի մարդա, մեծ տարբերություն կլինի։ Եթե չկա այդ տարբերությունը, խնդրեմ։ Հենց այդ է խնդրեմ։ Արդեն դու ինքդ քո մեջ մտածես, ինչ խնդրեմ է, ինչի է ինձ այդպես հետարքիր աշխարհիկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը ոչ թե հավատացյալների հետ։ Նորմալ չի էսի, դեսպի չլինի։ Դրա համար է գրած է, որ բոլոր հավատացյալները 44-րդ խոսքը մեկտեղ էին եւ ամեն բան հասարակացուն էին։ Եվ ապրանքները, եւ բոլոր բաները ծախում էին եւ բաշխում էին ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում։ Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում եւ հաց էին կտրում տներումը եւ ուրախությունով եւ սրտի միամտությունով կերակուր էին ուտում։ Դա հարստան։ Ստեղ շատերս մասնակցել են, երբ որ մենք եթում ենք կամպեր, երբ որ մենք ճամբարներ ենք եթում, մի քանի օրով ուզում ես ընդերից դու հետ գաս։ Ինչքան քաղցր է, ես չգիտեմ, համար ոնց է, ես ասում եմ, այդ երկու օրա մի շաբաթ այ ասենք դե սա, այս երկու շաբաթը մենք եթում ենք մի շրջանի 5 օրով։ Այնքան քաղցր է, այնքան ամեն պահ է, որ միասին հաց ենք ուտում, միասին իրար հետ ենք շփվում ենք, խոսում ենք, ինչքան քաղցր է դա։ Դե նույնը ստեղ է գրած, իրենց համար է քաղցր է։ Եվ Աստծուն օրհնում էին ու միամիտությամբ հաց էին ուտում։ Եվ բոլոր 47-րդը եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեին։ Եվ Տերը ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։ Այ հիմնական բաներից մեկը ոնց է եկեղեցին աճում։ Երբ որ կա միություն, երբ որ կա ամեն մեկը գիտի, էսի Աստծո տունն է, ես Աստծո ծառան եմ, ու ես ուզում եմ կատարեմ իր կամքը, ու ես սիրում եմ իմ եղբայր եւ քույրերին, իրանք իմն են, ես էլ իրանցն եմ։ Եթե կա այդ ձևի միություն, Տերը մարդ է բերում տեղ։ Ինչի է մարդ բերում տեղ, որովհետեւ առողջ մտնոլորտ է։ Եթե դա չկա, ինչ իմաստ ունի մարդ բերելը։ Դրա համար Ժողովուրդ ջան, ամեն մեկից սա կախված։ Եթե ես ծառա եմ, եթե ես Հիսուսին եմ հետևում, անել եմ ամեն ինչ որպեսզի իմ քույրերի եղբայրների հետ ես նման։ Այս վերջերս եկել էր իմ ընկեր Արմանը, ստեղ էլ եկավ, դուք տեսաք։ Իր ծնողները երբ որ զանգում են իրան, ասում են, այ Արման ջան, Արտուրի բանի հետ հանդիպում եք էջ։ Ասում եմ, դե մի 2 տարին մեկ հանդիպում եք։ Հլինքը հավատացել է։ Ինչի է տենց, որ ասես տենց հեռու ենք ապրում իրարից չէ, 80-100 կիլոմետր, ինչի է տենց, որտև ես առավոտից իրիկուն մեր ժողովրդի հետ եմ ես, ուրիշ բան չկա, եկեղեցու հարցեր, եկեղեցու գործեր, ու եթե իմ նման կանելի մարդիկ, եկեղեցին աճելու է, ամեն, հավատում եմ համոզված եմ, որ ստեղել է նույնը, ուղղակի հասկացի, որ եկեղեցին մենք չենք հավաքել, մենք չենք սկսել նստել որոշել, այս մեկը, այն մեկը թող գա լավ, այն մեկը թողը չգա, այն մեկը, դա մենք չենք որոշում, սա Աստված է որոշում։ Մեկ, երկրորդը, Աստված եթե կանչել է այս մարդկանց, իրանք են պետք ստեղ։ Տարբեր ենք, մենք շատ տարբեր ենք, բայց այդ տարբերության մեջ է, որ Աստված փառավորվելու է։ Այդ տարբերությունն է կարևոր։ Տարբեր ենք իր հələ ստեղ լավը մենք բոլորս հայեր ենք, չնայած պրոբլեմը ինչն է։ Եթե ինտերնացիոնալ ոնց որ գենտում է, տարբեր ազգեր են, այդտեղ կա տարբեր ազգային հարցեր։ Մեկը վրացի է, մեկը ուկրաինացի է, մեկը ռուս է, մեկը բուլղարացի է, մեկը դագեստանից է, մեկը
Կազախստանից է, մեկը Հայաստանից է, բան։ Տարբեր, հա, սովետից են, բայց տարբեր կուլտուրաներ է, տարբեր մի բան որ ասում ես, այն կուլտուրայի համար, այդտենց է, այս կուլտուրայի համար նենց է, հիշում եմ, մի հատ հետարքիր բան էր եղել, մեր մոտ եկել էր քարոզող, ու քարոզի ժամանակ ասում է, ժամանակին մի քիչ շատ կային բուլղարացի։ Բուլղարացիները մենք գիտենք, որ երբ որ սենց են անում, էդի հայ է, երբ որ սենց են անում, էդի չէ է, ով գիտեր դրա մասին։ Հա, տենց է, հələ հայերել են եղել, պատմում էին, որ գնացին են Բուլղարիա, խանութում հարցնում են, ես ինչ բանում եք, սենց անում։ Ու թողում ուզում այդ ասում, ինչ ես էդում, ես ասում եմ կա, մենք սովոր չենք էդում։ Էդի տենց է, իրանց մոտ տենց է, շիրեմ ինչի է տենց։ Շատ ազգերի մեջ շատ տարբեր բաներ կա, շատ էլի բաներ ես ակ պատմում, շատ հետաքրքիր բաներ կա։ Ուրեմն քարոզողը քարոզում է, ասում է հայացքս դարձեցի իրանց։ Ես ասում եմ, սենց է, չէ, ամեն իրանք սենց են անում։ Մտածում ասում, կա սխալ եմ ասում։ Մի խումբ մարդի գներես սենց են անում։ Ես սովորել եմ դրան արդեն, այսօր ասենք բուլղարացի մեկին նայում եմ, ինքը ամբողջ քարոզ ժամանակ համարը սենց ասին են, հա, որ սենց եք անում, Խոսում է, ոնց որ լրիվ ասում են անում, բայց այդտեղ մի քանոքի նստած սենց են անում։ Խոսում եմ, սխալ բաներ եմ խոսում, բայց կուլտուրա է այդ ձև են մեծացել, դու չես կարող այդ մարդուն ասես, տես մի արա։ Վրացիների մոտ, անեկդոտ է դավը, պապան մաման է, այսինքն վրացեր են, երբ որ ասում են մամա, պապային մամա են ասում, ով գիտեր տան ասում։ Հայտնի քարոզող է գալի Վրաստանում քարոզի ժամանակին 90-ական թվականներին։ Թարգմանի չի դու անգլիացի, ամերիկացի, թարգմանում, վրացի թարգմանում։ Նա ասում է մեր երկնային հայրը, նա ասում է մեր երկնային մայրը։ Ու մամա։ Ոնց ինչքան էլ օտարն ես, մամա բառը հասկանում ես։ Նա ասում է մամա չէ, պապա։ Մի երեք անգամ խոսում եմ, նոր մեկը գալիս ասում է լսի վրացեր են, մաման պապան է։ Այս բաները լում է։ Այսինքն տարբեր ազգեր են, տարբեր կուլտուրաներ է, դու որպեսզի հասկանաս էդի, իրա դժվարություն ունի, բայց կորտրեքում մենք հայկական եկեղեցի ենք, հայերեն է, մտածում ես, ստեղ գոնե պիտի տես պրոբլեմ չունի, բայց արդես հայկական եկեղեցու մեջ մենք էլ միշտեղ որոշում ենք, ով որտեղացի է։ Մեկը Արտաշատից է, մեկը Երևանից է, մեկը Հրազդանից է, մեկը ստեղից է ու էլի Լեննականից է մեկը։ Ամեն մեկս տարբեր տեղից ենք, փնտրում ենք ասում ենք, այս Լեննականցիների մոտ միշտ էլ տենց էլ եղել է, էլի։ Իմ մորքրենքս էին Լեննականցի, միշտ ասում են մեծ բերան։ Ասենք ես ասի մորքրենք, որ անգաս ոչ մեկ չներան։ Մենք ստե եզդի աղբեր ենք մաղբեր։ Հա, եզդի աղբեր։ Տարբեր ենք, Ժորժ ջան, եկեք պիտի մենք դա հասկանանք, բայց Հիսուսը մեզ հավաքում է։ Ամեն։ Բակի թոքո մեջ դա մտնի։ Հիսուսը մեզ մեկ է սարքում։ Ու Հիսուսը բոլոր ազգերին է մեկ սարքում։ Այնքան տարբերություն կա, դուք չեք պատկերացնի։ Տեղեր կա, եթե դու ժամացույցով ես գնացել քարոզել, քեզ չեն ընդունի քո խոսքը։ Տեղ կա, եթե գալուս դու քեզ կապի, քեզ ընդհանրապես չեն լսելու։ Տեղ կա սենց, տեղ կա նենց։ Բայց Հիսուսով մեկ ենք եղած։ Ամեն։ Ես կուզենայի, որ դա մենք հիմքով իմանանք, լավ իմանանք։ Ու ճիշտ պատկերացում ունենանք։ Ես ուզում եմ մի աղոթենք, եկեք ոտքի կանգնենք։ Ամենակարևոր բանը, որ կարաս անես, խոնարհեցրու քո սիրտը Տիրոջ առաջ։ Ժորժն ասեմ, Աստված մեթոդներ գիտի։ Հա։ Աստված ձևեր գիտի ոնց քեզ խոնարհեցնել։ Հա։ Մի թույլ, մի արած։ Խնդրում եմ, դրա համար Պողոս Առաքյանը խնդրում է, աղաչում է։ Ներկայացրեք ձեր մարմնի անդամները Տիրոջը։ Տվեք
մի թույլ տուր, որ սիտուացիան ստիպի քեզ, մի թույլ տուր։ Քո օժար կամքով տուր։ Աստված գիտի քեզ ոնց խոնարհեցնի, Աստված գիտի ինքը, որտեղ այնքան է քեզ սիրում, քեզ տարբեր մադյաններով անցկացնում։ Մի թույլ տուր, մի հասկացի, ավելավա իմաստություն ունեցի։ Այդ մեկ երկրորդը իմացի, որ եկեղեցում մենք մի ազգ ենք։ Մենք հայ ենք, ես չեմ ասում մենք էլ հայ չենք։ Ինձ այդ հարցը շատ են տալիս։ Շատ տվել են, ինձ ասեմ, ես վերջերս չեմ։ Դու խո հայ ես, հայ ես հայ եմ, բայց ես Աստծո քաղաքացին եմ, Աստծո արքայություն եմ։ Հա, հայ եմ, ես հայերն եմ խոսում, ես հայ եմ մեծացել, ես հայ եմ, բայց ես Աստծո արքայության քաղաքացին եմ, ես Աստծունն եմ։ Ու ես նույն ձև ուրիշների համար եմ, նույն ձև, համար տարբերություն չկա ինչ ազգում, թարապես։ Դե տարբերությունները ես չէի կարած առել։ Դա համար քո աշխարհայացքը թող մի քիչ բացվի, հասկացի, որ Հիսուսը մեռել է բոլոր ազգերի համար։ Ոչ մի ազգային խտրականություն չկա։ Ոչ մի ազգային բան չկա, կուլտուրա, որ էսի սենց է, նենց է։ Հիսուսը կենտրոնն է, Հիսուսը այն տերն է, որ պիտի իրան միշտ նայենք, ասենք Տեր ջան, ես ում քեզ ծառայեմ։ Ու քո համար ես կանեմ ամեն ինչ։ Եկեք մենք աղոթենք ու այդ տես լավ բարեր, ուղղակի սիրտդ բացի Տիրոջ առաջ ու ասա այն ինչ որ կա քո սրտում։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք քեզ։